Եթե նույնիսկ արտաքին օրակարգեր և պատվերներ չլինեն, ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը սեփական քաղաքական օրակարգից ելնելով պայքար է տանում դիմադրության բոլոր կենտրոնների դեմ երկրի ներսում: Ապրիլ-մայիս ամիսներից սկսած նա փորձում է երկրում առկա ավտորիտար համակարգը փոխակերպել տոտալիտար համակարգի, այդ պատճառով նա դիմադրության բոլոր կենտրոնների դեմ պայքարում է, օրինակ դրա ապացույցն է Սամվել Կարապետյանի դեմ կամպանիան, դրա ապացույցն է փաստաբաններին թիրախավորումը, դրա ապացույցն է լրագրողների դեմ արշավը, ինչի հետևանքով այսօր Նարեկն ու Վազգենը անազատության մեջ են, Սաթիկ Սեյրանյանի և ժուրնալիստների միության դեմ միանզուսպ կամպանիա է ծավալվել, դրա պատճառով են նաև ազատազրկված 3 շատ հարգարժան սրբազանները և այսպես կարող եմ շարքը համալրել բազմաթիվ դրվագներով: Այսինքն Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ եթե ամբողջովին վերահսկելի համակարգ, տոտալիտար համակարգ չստեղծի, որ եթե տոտալիտար վերահսկողություն չունենա կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ և ամենքն ու ամեն ինչ չլինեն իր վերահսկողության տակ, 2026 թվականին չի կարողանալու լուծել իր վերարտադրության խնդիրը: